Այսօրվանից ուժի մեջ են մտնում վարորդական իրավունքից վարչական կարգով զրկված անձանց վարելու իրավունքի վերականգնման նոր կարգավորումները։ Հիշյալ անձինք զրկման ժամկետի ավարտից հետո 1 տարվա ընթացքում դիմելու եւ օրենքով սահմանված 50,000 դրամ պետական տուրքը վճարելուց հետո հնարավորություն կունենան առանց որակավորման քննություններ հանձնելու վերականգնել վարելու իրավունքը։ 1 տարի ժամկետով փորձաշրջանի սահմանման դեպքում 13 միավորի փոխարեն հատկացվելու է 6 միավոր։ Այն բոլոր դեպքերում, երբ վարելու իրավունքից զրկելը կամ վարելու իրավունքի դադարումը կապ կունենա անգործունակ ճանաչվելու հիվանդությունների հետ, կապ կունենա դատարանի կողմից զրկումների հետ, կապ կունենա օտարերկրյա պետությունների իրավասու այլ մարմինների կողմից զրկելու հետ, ընթացակարգը որակավորման քննությունների միջոցով այդ վարելու իրավունքը վերականգնելու պահպանվում է։ Պաշտոնական տվյալների համաձայն վարելու իրավունքից զրկված 18,000 վարորդ իրավունքի վերականգնման հնարավորություն կունենա։ Ըստ վիճակագրության վարորդների գերակշիռ մասը վարորդական իրավունքից զրկվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու կամ տուգանային միավորների սպառման պատճառով։ Ներքին գործերի նախարարությունից նշում են, քննությունների չեղարկումը ամենևին էլ վերահսկողության թուլացում չի նշանակում։ Ուղղակի պետությունն է անցնում փորձաշրջանային վերահսկման մոդելի։ Նոր կարգավորումները վերաբերում են նաև նրանց, ովքեր ունեցել են մի քանի կարգի վարելու իրավունք։ Եթե զրկման ժամկետի ավարտից հետո անձը քննության վերականգնել է միայն 1 կարգը, ապա օրենքը հնարավորություն է տալիս վերականգնել նաև մյուս կարգերն ու ենթակարգերը։ Այդ պարագայում նա պետք է ստանա նոր վարորդական պլաստիկ վկայական, մյուս բոլոր կատեգորիաների կարգերի նշումներով եւ պետք է համաձայնի նաև այն կարգի համար փորձաշրջանի, որի արդեն իսկ ինքը քննությունով ձեռք էր բերել, այսինքն փորձաշրջան 1 տարով եւ վերականգնի իր բոլոր կարգերն ու ենթակարգերը։ Դա արդեն անձի ցանկությամբ է։ Եթե ցանկություն կունենա համաձայնել փորձաշրջանի 6 տուգանային միավորով, ապա կարող է վերականգնել նաև մյուս կարգերն ու ենթակարգերը։ Մասնագետները, սակայն, այս փոփոխությունը այդքան էլ դրական չեն համարում։ Նրանք այն կարծիքին են, որ վարորդները շատ արագ կսպառեն այդ միավորները։ Փորձագետները բյուջե մուտքագրվող գումարների առումով վկայաբերում են եվրոպական փորձը, ըստ որի ճակերտավոր երկտարեցի վարորդների վճարած տուրքերը անհրաժեշտ է հավաքագրել որևէ ֆոնդում եւ վերադարձնել կարգապահ եւ օրինապահ վարորդներին։ Լավ քայլ անել, այսինքն խրախուսել լավ վարումը, այս փողը դնել ինչ-որ մի հատ առանձին ֆոնդում, տարվա վերջում եկեք մարդկանց այս փողը բաժանենք։ Եթե ինքը վատ վարորդներից փողը վերցնում է, լավ վարորդներին վերադարձնում է։ Այսօրվանից ուժի մեջ մտած կարգավորումները հազարավոր վարորդների կրկին հնարավորություն են տալիս մեքենա վարել առանց քննությունների, սակայն այդ հնարավորությունը ուղեկցվելու է ավելի խստացված պատասխանատվությամբ, քանի որ ըստ մասնագետների 1 տարվա փորձաշրջանի ընթացքում արձանագրված խախտումները կարող են կրկին հանգեցնել վարորդական իրավունքի կորստի։ Դավիթ Թադևոսյան, Անդրանիկ Ներկարարյան, ժամը լրատվական։